Երեք մեր Լևոն եղբայրը այս զատկական տոնի արդիվ, Քրիստոսի Սուրբ Հարության տոնի արդիվ աստվածաշնչյան համարներ էր ուղարկել ինձ, որտեղ Աստծո խոսքը մեզ ասում է, որ առանց Քրիստոսի հարության մեր հավատը անիմաստ է, փուչ է, ունայն է, դատարկ է, այսինքն, եւ սա նշանակում է, որ Քրիստոսի հարությունն է, որ հիմքն է մեր քրիստոնեության, մեր քրիստոնեական հավատի եւ քրիստոնեական կյանքի։ Եթե մեր մեջ մարդիկ կան, որ դեռևս կասկածում են Քրիստոսի հարությունը առել թե ոչ, մեր այդպիսի մարդկանց հավատը կիսատ է, կիսատ բռատ է։ Եվ եթե մարդիկ կան, որ հավատում են, որ Քրիստոս հարություն առել, բայց չեն հավատում, որ մենք հարություն ենք առնելու, այդ հավատն էլ է կիսատ բռատ։ Այսինքն Քրիստոսի հարությունը, այս տոնը, որ այսօր տոնում ենք, երկու մասից է բաղկացած, մեկը ինչ էր նշանակում հարությունը Քրիստոսի համար եւ ինչ էր նշանակում հարությունը մեր համար։ Եսայի մարգարեությունից մեկ հատված պետք է կարդանք եւ այս բաները քննենք այսօր։ Սա 52-րդ գլխի 13-րդ տնից մինչև 53-րդ գլխի 12-րդ տունն է։ Թող փառավորվի ամենասուրբ երրորդությունը, Հայրը, Որդին, Սուրբ Հոգին, ամեն։ Ահա իմ ծառան իմաստությամբ պիտի վարվի, պիտի մեծարվի, բարձրանա ու մեծապես փառավորվի։ Ինչպես շատերը պիտի ապշեն քեզ վրա, նրա տեսքը ավերված էր, որևէ մեկի տեսքից ավելի, եւ նրա կերպարանքը մարդու որդիների կերպարանքից ավելի։ Այսպես շատ ազգեր պիտի ապշեսնի, թագավորներն իրենց բերանը պիտի փակեն նրա առաջ, որովհետև տեսնելու են այն, ինչի մասին իրենց չի պատմվել, եւ իմանալու են այն, որի մասին չեն լսել։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկնում հայտնվեց, քանի որ նա դալար ոստի եւ ծարավոտ գետնից բուսած արմատի պես պիտի աճի նրա առաջ, ոչ տեսք ուներ, ոչ վայելչություն, որ նրան նայեինք, գեղեցկություն չկար, որ նրան ցանկանայինք, մարդկանցից նա անարգվեց ու մերժվեց, վշտի մարդ եւ ցավի տեղյակ, եւ այնպիսին, ումից պետք է երես դարձնեինք, անարգվեց, եւ մենք նրան չգնահատեցինք։ Հիրավի նա մեր ցավերը վերցրեց, եւ մեր վշտերը իր վրա կրեց, իսկ մենք նրան վիրավորված, Աստծուց հարվածված ու պատոհասի հանդիպած համարեցինք։ Սակայն մեր մեղքերի համար նա վիրավորվեց եւ մեր անօրենությունների համար ճզմվեց։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եկավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք բոլորս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուր իր ճանապարհին դարձավ, եւ Տերը նրա վրա դրեց մեր բոլորի մեղքը։ Նա անիրավություն կրեց եւ չարչարվեց, բայց իր բերանը չբացեց, մորթվելու տարվող գառնուկի պես, եւ ինչպես ոչխարը մունջ է իր խուզողներու առաջ, այնպես իր բերանը չբացեց։ Կալանքից եւ դատապարտությունից վերցվեց, եւ նրա ազգատոհմը ով պիտի հայտարարի, որովհետեւ կտրվեց կենդանիների երկրից, իմ ժողովրդի մեղքի համար նա հարվածվեց։ Նրա գերեզմանն ամբարիշտների հետ դրվեց, բայց երբ մեռավ, հարուստի հետ եղավ, քանի որ բռնություն չէր արել եւ խաբեություն չկար նրա բերանում։ Սակայն Տերը հաճեց նրան ճզմել, վշտի մատնել։ Երբ նրա անձը մեղքի համար պատարակ անես, նա իր սերունդը պիտի տեսնի, իր օրերը երկարացնի, նրա ձեռքով Տիրոջ հաճությունը պիտի բարգավաճի։ Իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնի եւ պիտի բավարարվի, իր գիտությամբ իմ արդար ծառան շատերին պիտի արդարացնի, քանի որ նրանց անօրենությունը ինքը պիտի կրի։ Ուստի մեծերի հետ մի բաժին պիտի տամ նրան, հզորների հետ ավար պիտի բաժանի, քանի որ իր անձը մահվան թափեց եւ հանցավորների հետ հաշվվեց եւ շատերի մեղքը կրելով օրինազանցների համար միջնորդեց։ Մի հատ 54-ի մեկն էլ կարդանք, որտեղ
սրա շարունակությունն է, երկիր ով ամուլ, որ չծնեցիր, ցնծությամբ պորտքա ու բարձրաձայն աղաղակիր, դու, որ երկնքի ցավ չտեսար, որովհետև լքվածի որդիները ավելի շատ են, քան հարազատ կնոջ որդիները, ասում է Տերը։ Այս հատվածը, որ կարդացինք, բոլորս գիտենք, որ սա Աստծո ծառայի, աշխարհի փրկչի կամ հրեաների լեզվով ասած Մեսիայի, այսինքն օծյալի մահվան նկարագրություններ, մասնավորապես նրա խաչելության նկարագրությունը, եւ այդ խաչելության իմաստը, որ նա մեր մեղքերը վերցնելով մեզ ազատագրեց այդ մեղքի պատժից, մեր անօրենությունները վերցնելով ազատագրեց մեզ դատաստանից եւ իր հարությունով մեզ բոլորիս հավիտենական կյանք պետք է շնորհի եւ այդ հավիտենական կյանքը մենք այսօր ունենք եւ ասма ցնծա ով ամուլ, ցնծա ով ամուսին չունեցող, սա այս խոսքը ուղղված էր հեթանոսներին, որոնք չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն եւ Քրիստոսի մահվան եւ հարության միջոցով պիտի ճանաչեին եւ ահա ասում եմ դրանց որդիները շատ ավելի պետք է լինեն, քան թե հարազատի որդիները։ Հարազատը հրեա ժողովուրդներ, ոչ հարազատը հեթանոսները, բայց հեթանոսները ավելի հարազատ դարձան, մասնավորապես մենք հայերս ավելի հարազատ դարձանք Աստծուն, քան թե հրեաները, որոնք մերժեցին Աստծո որդուն Հիսուս Քրիստոսին։ Ահա, հիմա ինչպես խոստացել է, եկեք քննենք, թե այս խաչելությունը եւ հարությունը ինչ նշանակություններ անձամբ Քրիստոսի համար եւ անձամբ մեր համար, որպես մարդ եւ որպես ժողովուրդ։ Դա համար 53-րդ գլխի 2 հատված պետք է կարդանք։ Մարդկանցից նա անարգվեց, մերժվեց եւ 10-րդ տունը պետք է կարդանք։ Սակայն Տերը հաճեց նրան վշտի մատնել։ Տեսնում ենք, որ թե այս ամբողջ 53-րդ գլուխը, 3-րդ տունը, 4-րդ տունը, 10-րդ տունը կարդում ենք, որ Հիսուս Քրիստոսը մերժվեց եւ մարդկանցից եւ Աստծուց։ Եթե չեք հավատում, հիշեք Հիսուսի խոսքերից մեկը խաչի վրա. Աստված իմ, ինչու ինձ թողեցիր, չէ՞։ Ուրեմն մերժվեց եւ Աստծո կողմից եւ մարդկանց կողմից։ Գիտեք ինչու համար մերժվեց մարդկանց կողմից Տեր Հիսուս Քրիստոսը։ Որովհետեւ բարեխոսում էր, որովհետեւ պաշտպանում էր Աստծուն։ Դա համար մարդկանցից մերժվեց։ Իսկ ինչու մերժվեց Աստծո կողմից։ Որովհետև պաշտպանում էր, բարեխոսում էր մարդկանց Աստծո առջև, այդ մեղավոր մարդկանց։ Եվ ահա կատարյալ մերժում, կատարյալ լքում, սա մի քիչ նման է Հոբի վիճակին, երբ որ Հոբը լքվեց իր բոլոր հարազատներից, իր ամբողջ ունեցվածքը վերացվեց, նույնիսկ իր երեխաները զոհվեցին, ինչ ուներ չուներ ծառաներ բան ամբողջ նույնիսկ առողջություն որ ուներ դա էլ վերացավ եւ նա որոտությամբ վարակված հասարակությունից լքված նստած էր մոխիրի վրա եւ այսպես կատարյալ լքման մեջ էր։ Հոբը երկու տեսակ ընտրություն ուներ։ Կամ մերժեր Աստծուն, կամ այն Աստծուն, որի մասին ինքը գիտեր, քանի որ ինքը արդար մեկներ Աստծո առաջ, Աստծո բոլոր պատվիրանները կատարում էր եւ պետք է հարստանար, բարգավաճեր եւ շատ ճոխ ապրեր այս երկրի վրա, նա պետք է մերժեր այսպիսի Աստծուն եւ այս ելքը նրան առաջարկեց իր կինը, ասեց անիծի Աստծուն եւ մեռի։ Այս մի ելքն էր, որ Հոբը ուներ։ Եվ երկրորդ ելքը սա էր, որ նա իրան էշի տեղ պիտի դներ, չնկատողի տեղ պիտի դներ, հիմարի տեղ պիտի դներ եւ չնկատեր այն իրականությունը, որ կատարվում է իր շուրջը։ Սա էլ առաջարկում էին իր անկերները, որ եկան եւ ասում էին Աստված միշտ արդարի հետ է, Աստված արդարին չի լքում եւ այլն եւ Հոբը
ընտրեց երրորդ ուղին, բողոքել անձամբ Աստծուն դատաստանի կանչել, որպեսզի հասկանա ինչ է կատարվում, որովհետև ոչ իր ընկերների առաջարկած մեթոդներ իրան օգուտ, ասում էր դուք անօգուտ բժիշկներ եք, այս իրավիճակում ձեր այս խոսքերը Աստվածաշնչի ձեր մեջբերումները ինձ չեն օգնում, եւ իրավիճակ է լինում իրոք, որ մենակ մարդուն միայն Աստված կարա պատասխանի, միայն Սուրբ Հոգին կարա կոնկրետ այդ իրավիճակում իրան պատասխանի, ոչ մի ստանդարտ խոսքեր, ստանդարտ իրավիճակներ, ոչ մի ինչ-որ մարդկային օրինակներ այդ մարդուն չեն կարա, ուրեմն օգտակար լինեն, բայց Աստված կարա օգտակար լինի։ Եվ ոչ էլ մարդը կարա իրա պատկերացրած, ինչպես որ Արցախում էի մի հատ քույր ասեց Վարդան եղբայր, մինչև հիմա մենք մեր հորինած Աստծուն ենք պաշտել, երբ որ այսպես սերտողություն էինք անում, այո, ոչ էլ մեր հորինած Աստվածը կարա մեզ օգնի, այլ իրական Աստվածը, որին մենք շատ քիչ ենք ճանաչում կամ ընդհանրապես չենք ճանաչում։ Եվ ահա ճիշտ է մի քիչ շեղվեցինք թեմայից, բայց ոչինչ։ Աստված, երբ որ հանդիպեց Հոբին եւ ուշադիր որ կարդաք, կտեսնեք, որ կարծես թե այդ բոլոր հարցերին պատասխան չի տալիս, բայց մի հետաքրքիր բան անում Աստված Հոբի հետ։ Հոբի տեսանկյունն է փոխում, նոր ձևով է նա սկսում նայել իրականությանը, իրերին եւ այլն, որից հետո այդ բժշկությունը գալիս է եւ որից հետո Հոբը վերականգնվում է իր ամբողջ բաներով։ Հիմա Հիսուսը նման մի իրավիճակում էր, բայց ավելի ծանր իրավիճակում, որովհետեւ բոլորը նրան լքեցին, սիրելի աշակերտները, իր սիրելի ազգը հեթանոսների կողմից մերժվեց եւ այսպես տեսնում ենք, որ Հիսուսը ուրեմն մերժվեց թե մարդկանցից, մերժվեց թե Աստծուց։ Բայց հենց այս իր բանը, որ մարդկությունը, մարդը եւ Աստված, որ անհամեմատելի, անհնարին հեռու էին իրարից, քանի որ մարդը Եդեմի պարտեզում մեղք էր գործել եւ հեռացել էր Աստծուց եւ Աստված, Սուրբ Աստվածը չէր կարող հարաբերվել մարդու հետ։ Այ Հիսուս Քրիստոսը իր անձի մեջ բարիշացրեց, միավորեց այս երկու բանը։ Հիսուս Քրիստոսը կատարյալ մարդ է եւ կատարյալ Աստված, ոչ թե կիսամարդ, կիսա Աստված, ոչ թե մի քիչ շատ Աստված, քիչ մարդ, կամ այլ կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված։ Այսպես է հավատում մեր Սուրբ Եկեղեցին իր հավատամքի դավանանքի մեջ։ Ահա տեսնում ենք, որ այս խաչելությունը եւ հարությունը մեզ համար շատ կարեւոր է, մանավանդ հարությունը, որովհետեւ ամբողջ մարդկությունը մի տեսակ այսպես մի կյանքով ապրում, որ կարծես այսպես վատ բառ ասեմ, կախարդական շրջանագից լինի, որի մեջից մարդիկ չեն կարողանում դուրս գալ։ Մարդը ծնվում է, մեծանում է, մահանում է։ Այն մյուս մարդը իրան հաջորդ ծնվում է, մեծանում է, մահանում է։ Նրա թոռը ծնվում, մեծանում, մահանում է։ Եվ այսպես սերունդներ, դարեր շարունակ նույն բանն է կատարվում։ Այսպես փչացած վատ անվերջություն կարծես լինի։ Եվ մարդը մտածող մարդը, գիտակից մարդը, իրերը քննող եւ այս աշխարհին նայող մարդը հասկանում է, որ նա մի օր մեռնելու է եւ կապ չունի ինքը հարուստ է թե աղքատ, շատ հարուստ է թե շատ աղքատ, առողջ է թե հիվանդ, շատ առողջ է թե շատ հիվանդ, փիլիսոփայա թե խառատ, բանվորա թե ակադեմիկոս, կաթողիկոսա թե հավաքարար, հռոմի պապա թե բուդդա, բուդդիզմ, վերջը, այսինքն իր կապ չունի, բոլորը մեռնում են եւ մարդը տեսնում է, որ այս փչացած այս վատ անվերջությունը շարունակում է ընթան։ Եվ հնար չկա, ոչ միջար չկա սրանից փրկվելու։ Դրա համար Քրիստոսը եւ ահա մարդը, որ ապրում է, հասկանում է, որ ինքը չի ապրում, ինքը մոտենում է մահվան, այսինքն ավելի ճիշտ կլինի, որ մենք ասում ենք մենք ապրում ենք, ավելի ճիշտ կլինի եւ ավելի ճշգրիտ կլինի, եթե մենք ասենք մենք մեռնում ենք, որտեղ ծնվելուց հետո անմիջապես մի վայրկյան հետո ծնված երեխան սկսում է մեռնել, մոտենում է իր մահվան, այսինքն։
Հիմա ես 58 տարեկան եմ, լավ, մոտավորապես 60, այո, ես, և հիմա որ խոսում եմ, ավելի մոտեցա իմ մահվանը, ես մի քանի րոպեների ընթացքում, և դուք էլ որ նստած լսում եք, ավելի մոտենում եք ձեր մահվանը, սիրելիներ, հարց է, չէ, պետք է ես հարցը լուծվի, ոնց լուծվի, լուծում չկա, բայց Քրիստոսը հաղթեց մահից, մահվանը ոչնչացրեց, ասում այդ երկը, որ եղբայրը կարդաց, Մովսես դու չէ կարդում, Մովսես եղբայրը, որ կարդաց այդ մեր հարության հիմնն է, էլի հարության երկն է, ասում է Քրիստոս հարյավ իմեռելոց, մահվամբ զմահ կողյաց, մահվամբ մահը ոչնչացրեց, ոտնատակ տվեց, և իր հարությամբ մեզ նոր կյանք պարգևեց, ահա սա էր լուծումը, որ Քրիստոսի մահը և հարությունը խաչի վրա մեր մեղքերը վերցնել և հարությունով մեզ արդարացնելը Աստծո առաջ նոր կյանք բացելը, սա էր լուծումը, սա շատ կարևոր է և ամենակարևորն է մեզ համար։ Եվ ինչպես ասացինք, այդ վատ կամ փչացած օրինաչափության, այսպես անվերջության հետ կապված, այստեղից սկսում է մարդը, որ ընդունում է Քրիստոսի զոհը, Քրիստոսի նվերը մեզ, Քրիստոսի շնորհը և դառնում է քրիստոնյա, դառնում է Քրիստոսի հետևորդ, ահա սկսվում է մի նոր կյանք, մեզ նոր կյանք պարգևեց, որը այս կախարդական, այս վատ շրջանակից դուրս է հանում մեզ։ Մենք միանում ենք կյանքին, հիմա արդեն ապրում են ոչ թե ես, ասում է Պողոս առաքյալը, որտեղ եթե ինքը ապրեր, դիմերներ բերանար, այլ Քրիստոսը իմ մեջ, որ անմահ է։ Մենք միանում ենք Քրիստոսին և դառնում ենք անմահ, և ես հիմա ոչ թե մեռնում եմ, այլ ես արդեն հավիտենական կյանք ունեմ։ Դուք, որ այստեղ նստած եք և Քրիստոսին հավատում եք, միացել եք Քրիստոսին, ոչ թե մեռնում եք, այլ հավիտենական կյանք ունեք։ Դրա համար եկեղեցին մեռել չի ասում, ասում դնջեցյա։ Ոնց որ մենք կեսգիշեր քնեցինք, արթնացանք եկանք ստեղ, այդտենց էլ մենք մի օր պետք է քնենք և արթնանանք հավիտենական կյանքում։ Ընդամենը քնելու ենք և արթնանանք։ Եկեղեցին ասում է ննջեցյալ, էլ մահ չկա։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է, ուր է ով մահ, քո խայթոցը, ուր է գերեզման, քո ուժը, իշխանությունը, հաղթանակը և այլն։ Չկա, բայց սա մենք հավատով ենք ընդունում։ Եվ մենք, որ քրիստոնյա ենք, հավատում ենք սրան, և մեր այս հավատը շատ ավելի իրական է, քան թե այն ինչ որ մենք տեսնում ենք, որ բոլորս ծնվում ենք, մեծանում ենք և մեռնում ենք։ Մենք հավիտենական կյանք ունենք, Աստծո խոսքն ասում ես, ուշադիր եղեք, չի ասում կունենանք, ասում է ունենք, այսինքն արդեն մենք այդ հավիտենական կյանքը ունենք Քրիստոսի միջոցով։ Դրա համար հարությունը շատ կարևոր այսպես բան է մարդկության համար և անձամբ իմ համար, անձամբ քո համար, սա ամենակարևոր բանն է։ Եվ այստեղ դառնում է նույն բանը, արդեն կարևոր չի դու հարուստ ես, թե աղքատ, շատ հարուստ ես, թե շատ աղքատ, հիվանդ ես, թե առողջ, շատ հիվանդ ես, թե շատ առողջ, դու արդեն հավիտենական կյանք ունես և այս ամեն ինչը դառնում է անիմաստ։ Քո աղքատությունն էլ է դառնում անիմաստ, հարստությունն էլ է դառնում անիմաստ, մի իմաստ է սա ձեռք բերում, մեր ինքնությունը, մեր ստատուսը ոնց մենք օգտագործենք Աստծո փառքի համար, թե ոչ։ Սա է, միակ իմաստը սա է ստանում, մեր հիվանդությունը, մեր առողջությունը Աստծո փառքի համար կլինի, թե ոչ։ Մեր հավիտենական կյանքում պարգևներ ավելացնելու համար կլինի, թե ոչ։ Սա մեկ իմաստ է դառնում ընդամենը մեր բանը։ Ուրեմն մենք բոլորս Քրիստոսի արած գործի միջոցով, Քրիստոսի հարության միջոցով քույրեր և եղբայրներ ենք։ Եվ կապ չունի մեր տարիքը, կապ չունի մեր սոցիալական կարգավիճակը եւ այլն։ Մենք բոլորս կապ չունի ազգությունը, մենք բոլորս Քրիստոսով քույրեր եւ եղբայրներ ենք։ Ձեզ ասեմ ավելին, կապ չունի թե ով որտեղ է ծնվել։ Լեննականցի է թե Երևանցի, Իջևանցի է թե Մարտունեցի, կապ չունի։ Սա զարմանալի է մեզ հայերիս համար, որտեղ էսի կապ ունի մեզ համար, բայց մենք աղբարա թե տեղացի, վերջը գիտեք, ինձնից լավ գիտեք։ Այո։ Եվ սա Քրիստոսով մենք բոլորս քույրեր և եղբայրներ ենք, սիրելի քույրեր և սիրելի եղբայրներ։ Եվ այս լուրը շատ լավ լուր է, բարի լուր է, բայց այդքան հեշտ չի ընդունվում, որտեղ մարդիկ շատ պրագմատիկ են, տեսնում են իրանց այս բանը, այս կյանքը, որ այսպես շարունակվում է և չեն հավատում, ասում ով հավատաց մեր տված լուրին, Եսայի մարգարեն։ Աշխարհի ամենակրթված մարդիկ, երբ որ լսում են քրիստոնյաներից,
որ քրիստոնյաները ասում են մարդը հարություն պիտի առնի, ասում են սրանք գիժ են։ Նրանք ինչ որտեղ ընդունում էին հոգևոր հարությունը, հոգու հարությունը, այսպես հոգևոր կյանքը, ինչ որտեղ ինչ որ պատկերացնում էին, որ հոգին անմահ է եւ այլն, բայց մարմնով հարությունը չէին հասկանում, որովհետեւ մարմինը համարում էին հակաաստվածային չար մի բան։ Մարմնի դեմ, այսպես որ մարմինը այդ վատ բանը, չարից եկած բանը, ընդհանրապես ոչ միայն մարմինը, այլ ավելի ճիշտ ձեզ ասեմ, բանը նյութը, մատերիան էին համարում չարի։ Մարմինն էլ որ նյութական է, մատերիայից է ստեղծված, համարում էին չար մի բան։ Բայց Քրիստոսը վերականգնեց ճշմարիտ աստվածպաշտությունը, որ երբ որ Տեր Աստվածը ստեղծեց ամեն բան, տեսավ եւ ասաց բարի է։ Նյութն էլ էր բարի։ Այս ծաղիկն էլ որ այստեղ դրած է բարի է, այս ջուրն էլ է բարի, մեր մարմինն էլ է բարի։ Ամեն եւ մենք մարմնով ենք հարություն առնելու։ Եվ ինչպես Քրիստոսը մարմնով հարություն առավ եւ գնաց մարմնով երկինք եւ Աստծո աջ կողմում նստածա, մենք էլ պետք է այդպես մարմնով հարություն առնենք։ Ճիշտ է, Քրիստոսի մարմինը նույն մարմինն էր, բայց մի քիչ ուրիշ մարմին էր։ Հարության մեր մարմինն էլ պետք է նույն մարմինը լինի, բայց ուրիշ մարմին պետք է լինի։ Հարության մարմին պիտի լինի։ Ասում է հրեշտակների պես պիտի լինեն երկնքում հավատացյալները, Քրիստոսն ասում է։ Չէ, ոչ պիտի ամուսնանան, ոչ պիտի մարդու գնան եւ այլն, այսինքն նույն մարմինն է լինելու, բայց մի քիչ ուրիշ։ Դա մենք չգիտենք ինչա լինելու, մենք ասում ենք հարության մարմին, կգնանք, կտեսնենք, բայց մարմին լինելու է հաստատ, հոգի է լինելու։ Այն ինչ որ մարդը կատարյալ փրկություն պիտի ունենա, բոլոր ամեն ինչը մեր ինչով որ մարդը պիտի փրկվի եւ ինչ որ Քրիստոսը գնաց այդպես էլ մենք Քրիստոսի միջոցով պիտի նստենք եւ ուրեմն փառավորենք արդեն այս հավիտենականությունը պետք է լինի բարի, օրհնյալ, աստվածային հավիտենականություն, ուրախություն, երջանկություն, դրախտային վիճակ։ Ահա սա էր Քրիստոսի գործը մեր համար։ Շատ կարճ խոսեցինք, բայց հիմնականը ասեցինք։ Հիմա տեսնենք ինչ էր Քրիստոսի գործը իր համար։ Քրիստոսն ասում է, ես եմ կյանքը, չէ՞։ Այո։ Այսինքն Քրիստոսի համար ավելի կարևոր բան էր մահը, քան թե իր հարությունը, որտեղ հարությունը, այսպես ասած, բնական մի բան էր, էլի, Քրիստոսը չէր կարող մեռնել։ Իսկ հարությունը կյանք էր, նոր կյանք էր, որ իր մեջ միշտ ուներ։ Քրիստոսի համար ավելի դժվար բան էր, ավելի չլնող բան էր նույնիսկ մահը խաչի վրա։ Որտեղ ինքը Աստված էր, Աստված չի մեռնում։ Բայց եկեղեցին ինչ է ասում, Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անմահ, որ խաչվեցար վասն մեր ողորմյա մեզ, Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անմահ, որ խաչվեցար վասն մեր համար խաչվեցիր, որ հարյար մեռելոց, այսինքն այդ Աստվածը մեռավ, հարություն առավ, ողորմյա մեզ։ Տեսեք ինչ ասում, Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անմահ, որ խաչվեցար, որ մահացար։ Տեսեք ինչ հակասություն է գալիս, բայց սա այս հակասությունը լուծում է այլի Քրիստոսի անձով։ Քրիստոսը չէր կարա մեռներ, բայց մեռավ։ Եվ սա այնա, որ մենք չենք կարա հավիտենական կյանք ունենանք, բայց ունենք։ Քրիստոսը այս բոլոր հակասությունները լուծեց իր անձով։ Շատ գեղեցիկ է մեր առաքելական եկեղեցու դավանությունը։ Եվ գեղեցիկը գիտեք ինչի համար, որտեղ շատ ճշմարիտ է։ Մենք պետք է շատ լավ ճանաչենք մեր եկեղեցու դավանությունը եւ որպես իրոք առաքելական հավատացյալներ ապրենք այս երկրի վրա։ Ես ձեզ անձնական մի վկայություն կտամ, բայց խնդրում եմ չհետևեք իմ անձնական օրինակին, որտեղ սա իմ օրինակն է։ Ես չեմ սիրում, երբ որ մարդիկ ասում են իրար ողջունում են, ասում են Քրիստոս հարյավ իմեռելոց եւ պատասխանելուց։ Ասեմ ինչի։ Որովհետեւ շատերը որ ասում են ոչ հավատում են Քրիստոսի հարությանը, ոչ հավատում են իրանց հարությանը։ Ուղղակի որպես այսպես ինչ ասեմ, բարի խոսք կամ ընդունված մի բան ադատ ասում են։ Եվ նույնիսկ շատ քրիստոնյաներ, ես շատ քրիստոնյաների հետ եմ շփվել, հավատացեք, ինչ որ ասում իմ անձնական փորձից է գալի, չեն հասկանում ինչա հավիտենական կյանքը, ինչա դրախտը, ինչա նշանակում հարություն առնել։ Եվ այս խոսքերը, որ ասում են, այս խոսքերը դառնում է դատարկ խոսքեր։
Բայց ես ասում, սա իմ անձնական զգացողությունն է, բայց իհարկե մյուս կողմից իմ անձից որ վերանանք եւ համաքրիստոնեական բանից նայենք, սա քարոզ է։ Երբ որ մենք ասում ենք Քրիստոս հարյավ իմ եռելոց, սա քարոզ է։ Բայց որ ասում ենք, պետք է այդ ում որ ասում ենք, այդ մարդկանց նաեւ ասենք ինչ է սա նշանակում։ Եվ ինչ է նշանակում օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այսօր խոսացինք, ինչի է օրհնյալ, մեզ համար ինչ կարևոր է այս հարությունը Քրիստոսի։ Ուրեմն ես այսպես երբ որ լսում եմ այս խոսքերը կամ ասում եմ, այսպես կամ ինձ նամակ են ղրգում, շատերը շնորհավորում են, այսպես բան է առաջանում իմ մեջ, բայց հետո Աստված ասում է, «Էսի քո հին մարդն է, որ դու մի կողմից ես մենակ նայում, միակողմանի ես նայում, բայց Աստված ամեն կողմից է նայում։ Դրա համար պետք է ինչպես Տեր Աստվածը հայտնվեց Հոբին, մի քիչ էլ հանդիմանեց Հոբին, կարծես թե չպատասխանեց իր հարցերին, բայց Հոբը մխիթարվեց, որտեվ Աստված իր տեսանկյունը փոխեց, իր դիրքորոշումը փոխեց այս բոլոր հարցերի վերաբերյալ։ Եվ Հոբը փառավորեց Աստծուն, դեռևս իր հիվանդության մեջ, դեռևս իր կորուստների մեջ, ասեց, «Էս ինչ լավ էր», այսպես չասեց, ես բացատրում եմ իմաստը, ասեց, «Էս ինչ լավ էր», մինչև հիմա ուղղակի լսել էի Աստծո մասին, բայց հիմա տեսնում եմ, դա հերիք էլ իրան։ Հոբը որ տեսավ Աստծուն, ինչքան որ հնարավոր է մարդուն տեսնել Աստծուն, լրիվ մխիթարվեց եւ նոր տեսանկյուն առաջացավ Հոբի մեջ, աստվածային տեսանկյունը, այն ինչ որ Աստված էր տեսնում մարդկությանը եւ Հոբին մասնավորապես։ Եվ Աստված ընկերներին ասեց, որոնք ճիշտ ցիտատներ էին բերում Աստծո խոսքից, ճիշտ բաներ էին ասում, այդ իրավիճակում, որը սխալ էին, այս են բանն է, էլի, որ Պողոս առաքյալը ասում է, խոսքը առանց հոգու մեռած է, իրանք մեռած խոսքեր էին ասում, առանց Աստծո հոգու, եւ Աստված ասեց, խնդրեցեք Հոբին, թող աղոթի ձեզ համար, որպեսզի ձեզ համար ես ձեզ չհարված եմ, եւ Հոբը աղոթեց, եւ Աստված բժշկեց Հոբի ընկերներին, եւ Աստված բժշկեց Հոբին, եւ ունեցվածքը վերադարձեց եւ այլն։ Ահա այսպես էլ Տեր Աստվածը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուզում է, որ մենք մեր տեսանկյունը փոխենք, մեր դիրքը փոխենք, աստվածային իմաստությունով իմաստուն դառնանք, աստվածային գիտությունը լինի մեր գիտությունը եւ աստվածային տեսանկյունը լինի մեր տեսանկյունը, որպեսզի մենք էլ ինչպես Հովհաննեսի ավետարանում է գրած, սկզբում էր խոսքը եւ խոսքը մարմին առավ եւ մեր մեջ բնակվեց, ահա այս խոսքը, որ եկեղեցին տվել է մեզ, մարմին դառնա, մենք դառնանք այս խոսքը, կենթանացնենք այս խոսքը, այս գրավոր խոսքը, որ ընդամենը տառեր եւ նախադասություններ են մեր կյանքում, մենք մարմին դարձնենք եւ ապրենք որպես Աստծո կենթանի խոսք։ Այդ ժամանակ Տերը կփառավորվի, այդ ժամանակ մենք կարող ենք այսպես ճշմարիտ հավատով, կենթանի հավատով ասել Քրիստոսը հարություն առավ մեռելներից եւ միասին ասենք օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ամեն։